Հորմուզի նեղուցը փակ կմնա այնքան, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել Թեհրանի հետ կնքված փոխըմբռնման հուշագրի պայմանները, զգուշացրել է Իրանի խորհրդարանի խոսնակը։ Թեհրանի գլխավոր բանագնաց Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը նշել է, որ այդ պայմանները ներառում են նաև Իրանի նկատմամբ ծովային շրջափակման եւ պատժամիջոցների վերացումը։ Եվ թույլ տվեք հստակեցնել, նեղուցը չի վերաբացվի, մինչև Ամերիկան չկատարի իր ստանձնած պարտավորությունները, ներառյալ սառեցված ակտիվների ապասառեցումը, նավթային պատժամիջոցների վերացումը, բոլոր ճակատներում սպառնալիքների եւ ռազմական գործողությունների դադարեցումը, ինչպես նաեւ այլ պայմաններ, որոնց Ամերիկան համաձայնել է փոխըմբռնման համաձայնագրով։ Մինչ Թեհրանը հայտարարում է, որ Հորմուզը դեռ փակ կմնա, ԱՄՆ նախագահը նեղուցի քարտեզ է հրապարակել սոցցանցում, որում ջրային այս կարևոր ուղին նշված է որպես ԱՄՆ նոր տարածք, թեև այն Իրանի եւ Օմանի ջրերում է գտնվում։ Անցած շաբաթ էր Դոնալդ Թրամփը հայտարարել, որ շուտով Հորմուզը ամերիկյան տարածք կհռչակի։ Երեկ նաեւ լրացել է ԱՄՆ-ի եւ Իրանի միջև 60-օրյա հրադադարի ժամկետը, որի ընթացքում կողմերը հունիսին ստորագրված փոխըմբռնման հուշագրի համաձայն պետք է բանակցեին պատերազմին վերջ դնելու համար։ Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի պատրաստվում երկարաձգել այդ ժամկետը։ Դոնալդ Թրամփը նաև ասել է, որ Իրանը պետք է հանձնվի, ապա պնդել, Թեհրանը պատրաստ չէ այնպիսի համաձայնության, որն անհրաժեշտ է համարում Վաշինգտոնը։ Նրանք ուզում են գործարք կնքել, բայց մտադիր չեն կնքել այնպիսի գործարք, որը ես եմ անհրաժեշտ համարում։ Տեսեք, մենք այստեղ ենք մեկ պատճառով։ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ եւ չի ունենա։ Հակամարտությունը կարգավորելու միջնորդական ջանքերում ակտիվ ներգրավված Կատարն իր հերթին հայտարարել է, որ միջնորդները սպասում են Իրանի եւ Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնությանը, նախքան կվերադառնան Իրանի եւ ԱՄՆ-ի միջև ավելի լայն բանակցություններին։ Արտգործնախարարության խոսնակը նաև ասել է, որ Հորմուզի նեղուցի շուրջ համաձայնությունը կհեշտացներ Վաշինգտոնի եւ Թեհրանի միջև բանակցությունների վերսկսումը։ As an agreement on the opening of the Strait of Hormuz. Կատարը կցանկանար տեսնել Հորմուզի նեղուցի բացման վերաբերյալ համաձայնագիր։ Ես կասեի, որ Հորմուզի նեղուցի վերաբերյալ համաձայնագիրը զգալիորեն կնպաստի Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև բանակցությունների վերսկսմանը։ The United States and Iran. Ու մինչ միջնորդները համաձայնություն են ակնկալում Հորմուզի շուրջ, Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ պատերազմում ԱՄՆ-ի նպատակն էր ստիպել Իրանին, որ հանձնվի, ինչին ԱՄՆ-ն չկարողացավ հասնել։ Աբբաս Արաղչին պնդել է, թե Վաշինգտոնը մեջբերեմ հիմա աղաչում է, որ Թեհրանը թեկուզ իր պայմաններով նստի բանակցությունների։ Իրանի գլխավոր դիվանագետը նաև ԱՄՆ դաշնակից Իսրայելին մեղադրել է Իրանի շուրջ դիվանագիտական ջանքերն ակտիվորեն սաբոտաժի ենթարկելու համար։ Արաղչիի խոսքով Իսրայելն ԱՄՆ-ի հետ երկարատև հրադադարի համաձայնագրի գլխավոր խոչընդոտն է։ Սիոնիստական ռեժիմը եղել եւ մնում է փոխըմբռնման հուշագրի իրականացման ամենամեծ հակառակորդն ու խոչընդոտը։ Նրանք ամեն ինչ արեցին նման համաձայնագրի կնքումը կանխելու, այս համաձայնագրի ձախողման եւ դրա իրականացմանը խոչընդոտելու համար։ Իսկ այս ընթացքում Իսրայելը շարունակել է Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված եւ Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլայի դեմ ռազմական գործողությունները Լիբանանի հարավում։ Իսրայելական ուժերը ավիահարվածներ են հասցրել Ալ-Մանսուր քաղաքին ու մոտակա բնակավայրերին։ Իսրայելը նաեւ ավիահարվածներ է հասցրել Սիրիայի հյուսիսարևմտյան Իդլիբ նահանգում գտնվող Աբու Ալ-Դուհիրի ռազմական օդանավակայանին։ Զոհերի մասին չի հաղորդվում, վնասվել են ենթակառուցվածքներ։ Սիրիան խստորեն դատապարտել է Իսրայելի գործողությունները, դրանք որակելով ագրեսիայի չարդարացված ակտ, որն ակնհայտորեն խախտում է Սիրիայի ինքնիշխանությունը ու տարածքային ամբողջականությունը եւ սպառնում է տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։ ԱՄՆ-ն խորը մտահոգություն է հայտնել սիրիական ռազմաբազային հարվածելու կապակցությամբ։ Թուրքիայում ԱՄՆ դեսպան եւ Սիրիայի ու Իրաքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարակը սոցցանցում գրել է, որ այդ հարվածները մեջբերում են անտեղի սրացում են, որը չի նպաստում տարածաշրջանային կայունությանը։